Այստեղ տեսնում եք այդ կարող եք լիազորներ, բայց ամեն քաղաքական ուժից առավելագույնը 1 հոգի մոտենա նայեք այստեղ թվերն այդ տեսնում եք 1-ից 19 թվերն են։ Ինչ հերթականություն այ բնական Ես պիտի օպերատորներին խնդրեմ այնպես դիրքավորվել, որ լիազորների մուտք ու ելքը չխանգարեք։ Չգիտեմ իրականում իրենք պիտի առաջին հերթին հանձնաժողովին ցույց տան, հետո ձեզ։ Այսինքն այս դեպքում ընդհանրապես պիտի խնդրեմ, որ մենք կարողանանք ապահովել մեր աշխատանքները։ Եվ ինչև Տիկին Ահատիսյանը համարները փակի տեղեկացնում, որ մենք 2 քվեարկություն ենք անելու, այսինքն առաջի քվեարկությունը դե վիճականություն։ Առաջին վիճականությունը մասնակից քաղաքական ուժերը, որոնք մենք դասավորել ենք այբինական հերթականությամբ, այբինական հերթականությամբ կմոտենան եւ կհանեն այն թիվը, որ հերթով իրենք հանելու են իրենց հիմնական թիվը։ Սա արդեն տարիներ շարունակ բոլոր այժմցություններին այդպես է իրականություն, նաև մյուս ընտրություններին ևս։ Տիկին Ահատիսյան խփում մի կողմ քաշվեք։ Եվ այսպիսով, խնդրում եմ մոտենա ազգային ժողովրդական Բևեռ համայնքական կուսակցության լիազոր ներկայացուցիչը։ Դուք ազգային ժողովրդական Բևեռ համայնքական կուսակցության լիազոր ներկայացուցիչն եք։ Ներսես Գևորգյան, համեցեք։ 16 Եվ պակիկ դրեք կողքը։ Եվ դրեք կողքը։
Այժմ մոտենա Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ Ցույց կտաք։ 7 Հակեք դրեք կողք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ։ 9, այսինքն կետովա թե առանց կետի։ Դա 6-ն է։ Եվ հաջորդը մոտենա բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ։ 2 Հաջորդը մոտենա դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ներկայացուցիչ։ 8 Հակեք դրեք կողք։ Հաջորդը ժողովրդավարական համախմբում կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ 9 Հաջորդը Լուսավոր Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ 11 Հաջորդը Հայ ազգային կոնգրես կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ 19 Հաջորդը Հայաստան կուսակցությունների դաշինք։ 1 Եվ այնպես կողմից ցույց։ Հաջորդը Հայաստան շնորհապետական կուսակցություն լիազոր ներկայացուցիչ։ 14 դարձնես։ Հաջորդը հանուն հանրապետության ժողովրդական կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ Ցույց կտաք այս կողմի վրա 12 Հաջորդը հանրապետություն կուսակցություն լիազոր ներկայացուցիչ համեցեք։ 10 Հաջորդը միասնության թևեր կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ 13 Միստական կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ 5 Հաջորդը Ուժեղ Հայաստան դաշինք լիազոր ներկայացուցիչ։ 18 Հաջորդը ռեֆորմիստների կուսակցություն լիազոր ներկայացուցիչ համեցեք։ 4 Հաջորդը քաղաքացիական պայմանագրի կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ 17
Հաջորդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցություն դիազոներ համեցեք Տասնհինգ եւ վերջինը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն համեցեք տեսնենք արդեն չեմ հիշում որ մնացել 3 Իմի Տիկին Այվազյան, պիտի խնդրեմ մի հատ արդեն այս վիճականությամբ, հերթականությամբ տպեք տատուց, էլ արդեն իրենց։ Հա, այդ վերադարձիկները խառնեք։ Հարգելի գործընկերներ, վիճակահանությունը շարունակվում է եւ այժմ արդեն ձեր հանած թվերին համապատասխան դուք կմոտենաք եւ դուրս կբերեք այն թիվը, որը լինելու է ձեր քրաթերթիկի վրա եւ որով դուք մասնակցելու եք ընտրություններին։ Եվ այսպես առաջինը Հայաստան կուսակցությունների դաշինքը պիտի մոտենա։ Տասնյոթ Են կողմը ցույց տվեք, հա, դարձին։ Դրեք են կողմ։ Այժմ պիտի մոտենամ, որին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ Երկու։ Հաջորդը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, համեցեք։ Տասնյոթ։ Հաջորդը ռեֆորմիստների կուսակցություն։ Մեկ։ Հաջորդը նոր ուրիշ ռեֆորմիստական կուսակցություն։ 5 Հաջորդը Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ 7 Հաջորդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն։ 13 Հաջորդը մեր մոտ 8-րդը դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն։ 15 Հաջորդը ժողովրդավարական համախմբում կուսակցություն։ 14 Հաջորդը հանրապետություն կուսակցություն։ 11 Հաջորդը Լուսավոր Հայաստան կուսակցություն։ 19 Հաջորդը հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշին կուսակցություն։
18 Հաջորդը միասնության թևեր կուսակցություն Առասկետ 6, այո, 6 Հաջորդը Հայաստանի շնորհապետական կուսակցություն 4 Հաջորդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն 9 այսինքն 9 Հաջորդը ազգային ժողովրդավարական բևեռ հայկական կուսակցություն 8 Հաջորդը քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 16 Հաջորդը ուժեղ Հայաստան դաշինք կուսակցություն 3 Եվ հաջորդը վերջինը Հայ ազգային կոնգրես կուսակցություն 10 Այսպիսով վիճակահանությունը հավաքված է Կին Այվազյան Հարգելի գործընկերներ, այսպիսով պիտի ներկայացնեմ Հայաստան որոշման նախագիծը, որը որ արդեն հավելվածով համալրված է, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրության մասնակցության դաշինքների հերթական համարները տրամադրելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության Համանդրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 5 ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 3-ի նիստում իրականացված վիճակահանության արդյունքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրության մասնակցությունների դաշինքներին տրամադրել հերթական համարները եւ այսպես Ռեֆորմիստներ կուսակցություն համար 1 Բոլորին դեմ եմ ժողովրդական կուսակցություն համար 2 Ուժեղ Հայաստան դաշինք համար 3 Հայաստանի շնորհապետական կուսակցություն համար 4 Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն համար 5 Միասնության թևեր կուսակցություն համար 6 Բարգավաճ Հայաստան կուսակցություն համար 7 Ազգային ժողովրդավարական բևեռ Համահայկական կուսակցություն համար 8 Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն համար 9 Հայ ազգային կոնգրես կուսակցություն համար 10 Հանրապետություն կուսակցություն համար 11 Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն համար 12 Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն համար 13 Ժողովրդավարական համախմբում կուսակցություն համար 14 Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն համար 15 Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն համար 16 Հայաստան կուսակցությունների դաշինք համար 17 Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն համար 18 եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն համար 19 Հարգելի գործընկերներ, նախագիծը ներկայացրեցի, հարցեր նախագիծի հետ կապված կան, չկան,
Այդ դեպքում որոշման նախագիծը ներկայացնում եմ քննարկության, ովքեր են կողմ որոշման հաստատման։ Կողմ։ 6 կողմ որոշումը ընդունված է, հարգելի կուսակցություններ, շնորհավորում եմ ձեզ բոլորիդ ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։